Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության պատվիրակության այցելությունը ձեռնարկաբերդ Արմենակ Աբրահամյանի գլխավորությամբ։ Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահը հայոց ցեղասպանության զոհերու հիշադակին եւ պատմական արդարության պայքարին։ Հայերու դեմ իրականացված ցեղասպանությունը ականադես վերաբրողի վկայությամբ։ Թուրքիո Մեջլիսի ասորի պատգամավորը ապրիլ 24-ին հարցուցած է, թե ուր գործվեցան երկրի 3 միլիոն քրիստոնյաները։ Արցախի մեջ մեծ ոճիրը իրագործված է, Արցախի հայերը պետք է կարողանան վերադառնալ, այդ իրենց իրավունքն է, թանրակչամ։ Ադրբեջանի տեսփանադան չանքերով 11-ամյա արցախցիի վրեժի մասին ֆիլմի ցուցադրությունը Բերլի համալսարանեն ներս չեղարկված է։ Քրական նոր ցերկբերում Համշենի համար։ Վրաստանի նախագահը ձեռնարկաբերդի մեջ հարկանքի դուրք մատուցած է հայոց դեմ ցեղասպանության զոհերու հիշադակին։ Ապրիլ 24-ին Արևմտյան Հայաստանի մեջ հայ ժողովրդին դեմ իրականացված ցեղասպանության առիթով Արևմտյան Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանի բարձր հովանավորությամբ այցելեց ձեռնարկաբերդի հայոց ցեղասպանության նահատակներուն նվիրված հուշահամալիրը։ Պատվիրակության անդամները ձաղգեպսակ դրին հուշահամալիրի թիմաց եւ ձաղիկներ խոնարեցին անմար գրագին մոտ, հարկանքի դուրք մատուցելով 1915-ին Արևմտյան Հայաստանի մեջ իրականացված ցեղասպանության անմեղ զոհերու հիշադակին։ Այցի ընթացքին հնչեցին խոսքեր, որոնք վերահաստատեցին Արևմտյան Հայաստանի Հանրապետության հանձնառությունը շարունակելու պայքարը պատմական արդարության վերականգնման եւ ցեղասպանության միջազգային ճանաչման ուղիով։ 2025 թվականի ապրիլ 24-ին Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյան հարկանքի դուրք մատուցեց հայերու դեմ իրականացված ցեղասպանության նահատակներու հիշադակին, ընդգծելով նաև Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի դերակատարությունը ցեղասպանության ճանաչման գործընթացին մեջ։ Արևմտյան Հայաստանը կշարունակե իր պայքարը պատմական արդարության վերականգնման համար, հենած միջազգային իրավունքին, մարդու իրավունքներուն եւ ազգային ինքնորոշման սկզբունքներուն վրա։ Արևմտյան Հայաստանի հայերը, որոնց նախնիները փրկված են 1894-ին 1923 թվականներուն կատարված ցեղասպանութենեն, կշարունակեն պահանջել իրենց պատկանելիությունը իրենց պատմական հայրենիքին։ Անոնք մասնակցած են Արցախի պաշտպանության գործին եւ այսօր ալ ներգրավված են Արցախի բնակավայրերու վերականգնումի աշխատանքներուն։ Շուշիի մեջ հիմնադրված Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդը կգործե իբրև օրինական կառույց, ներկայացնելով բնիկ հայերու իրավունքները։ Թեև դարածները բնակրաված են, Արևմտյան Հայաստանը կշարունակե իր պայքարը հայցեր ներկայացնելով միջազգային ատյաններուն, պաշտպանելով ցեղասպանության զոհերու իրավունքները եւ պահանջելով մշակութային ժառանգության վերադարձը։ 2016 թվականին ի վեր Արևմտյան Հայաստանը ունի իր սահմանադրությունը իբրև ինքնիշխան պետություն միջազգային իրավունքին մեջ։ Մարոսիա Հակոբյան, որ վերապրած է հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը, կհիշե իր գործանիչ փորձառություններն ու ծանր ճակատագիրը։ Շադախի մեջ տրկական հարձակումներ են ետք, անոր ընտանիքը ստիպված եղած է լքել տունը եւ բռնել դժվարակույն գաղթի ճամփան։ Քաղտելով անոնք հասած են Քյուղմը, որ արդեն իսկ ավերված էր թուրքերու կողմէ։ Մարոսյան իր մոր հետ եւ մի քանի ողջ մնացած գիներ ու մանուկներ աբաստանած են տանմը մեջ։ Բայց երբ թուրքերը ներխուժած են, անոնց մեկ մասը սպանած են, մյուսները բռնած եւ ունեցվածքը թալանած։ Մարոսյան տեսած է սարսափելի տեսարաններ։ Մոր մահը, մանուկներ ու չարթը եւ ինք անցամբ ենթարկված է բռնություններու։ Հետակային ան փրկված է, սակայն դարաբանքը չէ ավարտված։ Ջամփուն վրա հանդիպած է մարդիկ, որոնք զայն բահած, բուժած եւ գերակրած են, մինչեւ որ հասած է Էջմիածին որբանոցը, ուր գրքին թիմակրված է սովի ու հիվանդություններու։ Հոն անոր կյանքը նոր ընթացք ստացած է, սակայն որպես ողբերգության եւ փրկության խորհրդանիշ։ Մարոսյան հաստատված է լենինական, ուր սկսած է ուսուցչության գործունեությունը։ Մարոսիա Հակոբյանի կյանքը կպատմի ոչ միայն անհատի դոգունության մասին, այլ ամբողջ սերունդիմը վերաբրումի եւ թիմադրության։ Անոր պատմությունը մեծ աստեցություն ունեցած է հայ ժողովրդի հիշողության պահպանումին վրա, իսկ անոր թողած արժեքներն ու ուսուցումը կարևոր ուղեցույց են նոր սերունդներուն հիշելու եւ արժեվորելու անցած ողբերգական, բայց նաեւ հերոսական ուղին։ Թուրքիո խորհրդարանին միակ քրիստոնյա պատգամավորը Ջորջ Ասլան ապրիլ 24-ին ունեցած իր ելույթով հարկանքի դուրք մատուցեց 1915-ին ցեղասպանության ենթարկված հայերու եւ այլ քրիստոնյաներու հիշադակին։ Ասլան իր ելույթին մեջ հիշեցուց Թուրքիո իշխանություններուն, որ 1915-ին Օսմանյան գայսրության բնակչությունը կազմած է շուրջ 13 միլիոն, որոնցմէ 3 միլիոնը քրիստոնյա, իսկ այսօր 2025 թվականին Թուրքիո մեջ կմնա մոտավորապես միայն 50,000 քրիստոնյա։
Ան բահանջեր է բարձրապանել, թե ուր անհետացան այդ 3 միլիոն քրիստոնյաները։ Ջորջ Ասլան շեշտեց, որ Թուրքիո մեջ ժողովրդավարություն կրնա հաստատվել միայն այն ժամանակ, երբ այդ հարցումին ուղղակի եւ ազնիվ պատասխան դրվի։ Թուրք պատմապան ցեղասպանակետ Տանր Ակչամ մամլո ասոլիսի ընթացքին հայտարարեց, թե Թուրքիան Ադրբեջանին աջակցած է Արցախի պատերազմին։ Ակչամ ընդգծեց, որ Արցախի հայրուն վերադարձի իրավունքը մարդկության առաջնային հարցերեն մեկը պետք է լա եւ այս իրավունքը պետք է անպայման վերականգնվի։ Ան նույնպես մատնանշեց պատմական այն զուգահեռները, որոնք երևին հայոց ցեղասպանության եւ բաղեստինցիներու վերադարձի հարցին շուրջ։ Բերլինի համալսարանի մեջ ապրիլ 24-ին նախադեсված դունս քաղցրավավերագրական ժապավենի ցուցադրությունը հետաձգվեցավ ադրբեջանցի ուսանողներու փողոքներուն եւ Ադրբեջանի տեսփանադան միջամտության հետևանքով։ Համալսարանի մարդու իրավունքներու կենտրոնը հայտարարեց, թե որոշումը կայացված է անվտանգության, այլ ոչ թե քրակնության նկատառումով։ Ֆիլմի ցուցադրությունը նախադեсված է սեպտեմբերին։ Նշենք, որ այդ ժապավենը հորթանանի գոմե ներկայացված էր Օսկարի մրցանակի, սակայն Ադրբեջանի ճնշումներուն հետևանքով ետ կանչվեցավ։ Համշենի մեջ քրագանության բնակավարին մեջ նշանակալի նոր քայլ կատարված է։ Լույս տեսած է առաջին համշեներեն բանաստեղծություններու ժողովածուն, որ կներկայացվի հեղինակի ստորագրահանդեսով։ Անցյալին համշենցու կոր ամսակրի էջերուն մեջ արդեն հրաբարակված էին համշեներեն հեքիաթներ, պատմվածքներ եւ աղոթներ։ 2024-ի փետրվարին լույս տեսավ նաեւ հեքիաթներու գիրք, ինչպես նաեւ Մահիր Օսկանի հեքիաթներու ժողովածուն եւ անոր թարգմանած փոքրիկ արքայազնը։ Նաև քերականության ցերնակներուն մեջ ընդգրկված են համշեներեն պատմվածքներ։ Այս նախաձեռնությունները կհամարվին կարևոր քայլ համշենի գրավոր քրականության ձևավորման ճանապարհին։ Նախաձեռնության հեղինակները կհուսան, որ նոր սերունդները պիտի շարունակեն այս ստեղծագործական ուղին։ Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի Հանրապետության նախագահ Միխայել Գավելաշվիլին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ուղեկցությամբ այցելեց Իդրնագապերտի հայոց սեմ ցեղասպանության հուշահամալիր։ Նախագահ Գավելաշվիլին ձաղեպսակ դրավ հուշագոտողին, ձաղիկներ խոնարեց եւ հարկանքի դուրք մատուցեց Արևմտյան Հայաստանի մեջ 1915-ին եւ հաջորդող դարիներուն իրականացված հայոց դեմ ցեղասպանության զոհերու հիշադակին։ Սիրելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախադեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։